Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, շտապում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին մի շատ տաղանդավոր երիտասարդի, որը շատ հայտնի է մի շատ հետաքրքիր, շատ ուրախ, աշխույժ երգի կատարմամբ, որը դարձավ հիթ ամբողջ մեր հայության մեջ։ Սիրով ներկայացնում եմ երիտասարդ տաղանդավոր երգիչ Արշակ Ստեփանյան։ Բարև ձեզ։ Ողջույն Արշակ ջան։ Ողջույն ջան, ինչպես եք։ Ոնց ես Արշակ ջան։ Հիասքանչ դուք ինչպես եք։ Շատ լավ եմ Արշակ ջան, շատ լավ, շնորհակալություն ու ուրախ եմ որ դու այսօր իմ հյուրն ես։ Կավատացել իմ մոտ վատ հյուր չի եկել, բոլորն էլ առաջերտին լավ մարդիկ են եղել, հետո նոր արվեստագետ։ Այդ կողմից բախտս բերել է։ Ուրախ եմ որ դու այսօր իմ հյուրն ես։ Ես էլ եմ շատ շնորհակալ, նախ ուզում եմ ողջունեմ բոլոր անձնակազմին ստեղ։ Ուզում եմ անչափ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ինձ հրավիրեցիք ստեղ ու իրար հետ այսօր շատ գեղեցիկ լավ ժամանակ ենք ունենալու։ Արշակ ջան, ամբողջ այս իր ընթացքում այս հաղորդաշարը եղել են հայտնի շատ երգիչներ, երգչուհիներ, դերասաններ, դերասանուհիներ, երաժիշտներ, մի խոսքով բան։ Բայց եւ եղել են շատ երիտասարդներ, որոնք պետքա ճանաչվեն անպայման։ Աշխարհում մեկ պիտի ճանաչվեն, որ իմանան, որ sense մի երգիչ կա, sense մի երգչուհի կա դոր։ Ու մենք զբաղվում ենք նաև այս մեր երիտասարդներին մի քիչ ռոպագանդելով, ավելի ցուցադրելով, իսկապես որպեսզի ճանաչվեն իրանք։ Պատմիր քո մասին, դպրոց, այնտենց ամսաթիվ օրը ժամը, որ ամսին ծնվեցիր, որ դպրոցը համարես ինչ ֆիզկուլտի դասատուն Պողոսյաններ, վադա, Կարիձև, վադա, դասատուն Սահակյաններ։ Չէ, այդտեղ չէ։ Ուղղակի սովորել այդտեղ երաժշտական, կոնսերվատորիայի, կամ չգիտեմ, երգի թատրոն, այդտեղ սկսի պատմել։ Ուրեմն իմ մոտ ամեն ինչը փոքր ժամանակվանից է սկսել։ Դե դուք որ մեր հարազատն եք, համել ընտանիքի հետ եք շատ հարազատ, կիմանաք էլի, papan ինձ շատ է տարել երաժշտության մեջ ու հենց սկզբից էլ ուզեցել եմ, որ ես երգիչ դառնամ։ Սկսել եմ Սայաթնովա երաժշտական դպրոցից։ Թովմաս Պողոսյան։ Չէ, Սայաթնովան Քեշիշյանն է։ Քեշիշ, հա, երկշախուբը բանը, հա։ Տիգրանը։ Տիգրան Քեշիշյանը։ Հա, իմ լավ ընկերը։ Սայաթնովայից ենք սկսել, այնց ընդեղից իմ հիմքը եղել է, հետո արդեն դե մեծ տարիքում ընդունվեցի կոնսերվատորիայի հետ համատեղ երգի պետական թատրոնը Արտուր Գրիգորյանի մոտ։ Կոնսերվատորիայում ով էր դասատուտ։ Կոստանտին Սիմյոնիչը։ Ես ավարտել եմ օպերային բաժինը։ Հա։ Այո, օպերայինով եմ սովորել, ավարտել ու հիմա արդեն իմ երգի կարիերայի վրա եմ աշխատում։ Երգի թատրոնում ովքեր էին հետը սովորում, քո ընկերներից, որ հիմա այսօր ճանաչված երգիչներ էին։ Տաթև Ասատրյանն է, հենց երգի թատրոնում էր իր հետ էիք սովորում։ Հա, համարյա իր հետ մի կուրսի շրջանակում ենք սովորել էլի։ Տարբեր դասախոսների մոտ ենք, բայց նույն կուրսում ենք սովորում։ Երգի թատրոնում։ Այո։ Ելույթներ Հայաստանում շատ ես ունեցել, շատ ասակ, բեմարտակներում լուրջ։ Փոքր ժամանակ տարբեր կոնկուրսների եմ մասնակցել, հենց Սայաթնովա երաժշտական դպրոցում սովորելու տարվա ընթացքում, ու ունեմ շատ մրցանակներ տարբեր բեմերում, տարբեր համերգային դահլիճներում երգել եմ։ Այս վերջում միասին Տաշի շոուին ենք գնացել Կրեմլովսկի դվարեցում, միասին ենք եղել այնտեղ։ Հա։ Մասնակցել ես, այո։ Իսկ բանը նոր ես եկել, Միացյալ Նահանգներ նոր ես եկել։ Այո։ Ընտանիքդ իմ հետ են, այո։ Բոլոր ընտանիքիս հետ եկել ենք, փորձում ենք հասկանանք ինչպես է Լոս Անջելեսում։ Արդեն սկսել ես երգով զբաղվել։ Այո։ Տարբեր տեղերում, այստեղ հիմա սկզբնական շրջանում արդեն հարսանիքներ, ծնունդներ այս տեսակի մեջ, միջև արդեն ուզում ենք խորացնենք այստեղ մեծ շատ գեղեցիկ համերգային ծրագրեր սարքենք, կամաց ամեն ինչը։ Այսինքն նոր երկիր ստե զայնագրվում ես, թե դու հետը բերել ես երկիրը։ Հետս նախ բերել եմ, երկրորդը մի հատ անակնկալ բան ենք ճիշտ ասած պատրաստել, հենց տեղում մեր ապրող հայ երգիչներից մեկի հետ։ Ու մոտ ես թվում է մի 2-3 ամսվա ընթացքում արդեն կհանձնենք հանդիսատեսի դատին։ Ահա։ Բացի այդտեղ Հայաստանից բերած երգ ունենք, որը հենց տեսահոլովակ նկարեցինք ու մի քանի արդեն նկարել եք, ով է նկարել։ Արսեն Երեմյանը։ Ահա։ Մի քանի օրից արդեն դուրս կգա ու արդեն ժողովուրդը պետք է իրենց կարծիքն ասեն կհավանեն, թե չեն հավանի։
Դե հայրը շատ ճանաչված երաժիշտ է, Նորայր Ստեփանյանը, իմ լավ ընկերը, շատ լավ գործիքավորումների հեղինակ, աշխատել է շատ մեծ ճանաչված ու սիրված երգիչների հետ, լավ երաժիշտ։ Շնորհակալ եմ։ Քո համար ինքը երգեր արել է, բնական է, չէ՞ որ երգերն են։ Անպայման։ Հենց իմ ամենահաջողված երգերից մեկը Արմյանի «Танцуют до утра»։ Այդ քո երգն է։ Արմյանի «Танцуют до утра»։ Արմյանի «Танцуют до утра»։ Այդ բոլորի համար այդ դարձավ արդեն ոնց որ հիթ, չէ՞, հիթ արդեն բոլոր սիրում է այդ երգը ու այտենց հարսանիք խնջույք բան չկա, որ այդ երգը չհնչի էլի։ Դե այսօր դու կկատարես երևի։ Անպայման։ Ես ուզում եմ հայրիկիցդ մի քիչ խոսես։ Ուրեմն ոնց որ ասացիք հայրիկս երաժիշտ է, ինքը մեր երաժշտական աշխարհում մի քիչ լավ ձևով ասած բարդ բնավորության տեր մարդ է, ինչի եմ ասում այտենց, որտեվ ինքը ամեն ինչի մենակ լավն է սիրում։ Պահանջկոտ է։ Պահանջկոտ է, այո, այդ ավելի ճիշտ։ Բայց այդ էս արդյունքի կհասնի։ Իմ բոլորի հանդեպ, չգիտեմ ինչքան պահանջկոտ է, իմ հանդեպ դրա 5 անգամ ավելն է, էլի։ Ու ինձ մի վարքյան չի թողում հանգիստ նստեմ, ամեն անգամ զանգեր, դաժե որ ստեղ եմ, ամեն օր, էսի գնա, էսի սենց պետքա լինի, էսի անպայման եթե անում ես, պետք է կամ շատ լավ անես այդ խորհուրդներով հայրական համել, կամ շատ լավ, կամ չպետք է անես, այդ ամեն ինչը անպակաս է ու անընդհատ իրար հետ աշխատում ենք, օրերով չենք քնում, լուսաստում ենք ստուդիայում։ Ես հիշում եմ, որ Տաշի շոուի համար ես պետքա երգեր իմ երգը, չեմ կարող մոռանալ։ Հայրը։ Ու դա մի տունը ես երգեի, մի տունը Մոնիկան Նազարյան, եկանք պապայի հայրիկիդ մոտ ձայնագրվեցինք, ինքն էլ արել էր գործիքավորումը, ու այդ երգը շատ լավ ընդունվեց, շատ լավ արձագանք ստացավ։ Որտեղ դուք կաք, ինձ թվում է չի կարող վատ արձագանք լինի։ Հիմա ինչով ասում, ինչքան գիտեմ, հիմա ինքը Հայաստանում չի, չէ՞, Մոսկվայում ապրում։ Հիմա այո, տեղափոխվել ենք Մոսկվայում ենք ապրում, ու էլի մեր երգով, մեր երաժշտությամբ Դեղ էլի գործիքավորումներ անում։ Իսկ ելույթներ բան չունեն, որևէ երգիչի բանի, այդ հարսանիքների բաների մասնակցում։ Այո, ոնց առանց դրա Մոսկվայում։ Տարբեր տեղեր, տարբեր հրավերներ լինում են, այո։ Չենք կարա, մեսի մեր կյանքն է, երաժշտությունը երգը մեր կյանքն է, մենք չենք կարա թողենք ուրիշ բանով զբաղվենք։ Կարա լինի կողքից ուրիշ գործեր ունենանք, բայց դրանք բոլորը երկրորդական են, էլի, հիմնականը երգ երաժշտությունն է մերը։ Դե լավ, մեր առաջի մասը ավարտվեց, ասում էի, չի շատ արագ ընթանում։ Մեր զրույցի առաջի մասը ավարտվեց, հիմա անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն է եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը շատ տաղանդավոր մի երիտասարդի հետ, Արշակ Ստեփանյանի հետ։ Գովազդ է արդեն եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս երգիչ Արշակ Ստեփանյանի հետ։ Արշակ ջան, հիմա ինչ ասացիր, ինչ ապագա ծրագրեր ունես, մտադրություն ունեք, որ համերգով հանդես գալ, արդեն ոնց ես պատկերացնում, ոնց ես տեսնում այդ քո համերգը, դու ես մենակ լինելու քո երաժիշտների հետ, թե էլի երգիչներ կլինեն բեմում, թե չգիտեմ ոնց է լինելու, ինչպես ես պատկերացնում։ Ես սկզբնական ծրագրերի մեջ հենց մոտավոր 2 ամիս առաջ մեծ տուր ենք ունեցել Գրիգորի Եսայանի հետ, մեկ էլ Գոհար Հովհաննիսյանի հետ։ Ստեղ։ Չէ, Ռուսաստանի Դաշնությունում, տարբեր քաղաքներում։ 20 քաղաք գնացել ենք։ Տուրն է, հա։ Այո, տուր ենք արել։ Հիմա ուզում ենք այդ տուրը շարունակենք։ Շատ լավ կլինի։ Տուրերի ընթացքում մեզանից ջերմ են ընդունել, հենց շատ լավ տրամադրություն ա եղել ու որ գնում ենք այդ քաղաքները Ռուսաստանի, մի տեսակ հայերը ոնց որ այդ ամեն ինչին կարոտած լինել են, հայի բան ենք ստեղծում, էլի օր ենք ստեղծում, որ մի քանի ժամ այդ մարդիկ գան, կտրվեն այդ ամեն ինչից ու մեր հետ հայավարի քեֆ անեն։ Տուրերից հետո արդեն մենք հիմնվել ենք մենահամերգների վրա, ուզում ենք շատ կենտրոնանանք հենց մենահամերգներ իմ բենդով, իմ բեք վոկալներով, в общем, ամբողջ բենդով հավաքվենք ու առաջին մենահամերգը եղել է 2 ամիս առաջ Հայաստանում քաղաք Մասիսի հրապարակում մեծ մենահամերգ են կազմակերպել ու մոտավոր 20,000-ից ավել մարդեր եկել։ Ինչ տղա։ Ստեղ էլ ուզում ես այդ համերգներ անեք, նորից մենահամերգներով դուրս գաք։ Գիտես, ասեմ քեզ, մենք գիտենք, որ մեր Հայաստանի
հանդիսատեսից շատ խստապահանջ, շատ քիչ կա աշխարհում, որտեղ մանրակրկիր տամ ինչ, որտեղ Հայաստանի հանդիսատեսին չես կարող ոչ մի բանով զարմացնել, ինչ ասես տեսել են, ինչ ասես լսել են ու շատ դժվար է, բայց որ մենք կարողանում ենք տակից դուրս գալ, ուրեմն հալալ է մեզ։ Եվ ասեմ, որ ոչ պակաս խստապահանջել էս Լոս Անջելեսի ամերիկյան էս հանդիսատեսն է, իսկապես շատ, որտեղ ինքան խնդրել են եկել են, քան երաժիշտներ ու երգիչներ են, այնքան մարդ են տեսել, բացի հայերից նաև օտար երկրացի, ասենք, երգիչներ, ինքան բան են տեսել, որ շատ դժվար է այդ ժողովրդին զարմացնել, այնպես որ ինչ որ ուզում ենք անենք, ինչ որ տանենք, դի շատ բարձր մակարդակի վրա լինի, ես որ չեմ կասկածում քո հարցում, ու պետք է շատ լուրջ երաժիշտները ընտրած երաժիշտներ ունես արդեն ստեղ։ Այո։ Ովքեր են Այստեղ ճիշտ ասած դեռ հələ չեմ զբաղվել այդ հարցով, արդեն որոնողական աշխատանքների մեջ ենք մարդկանց հետ պայմանավորվել, դեռ հələ կազմը պատրաստ չի, բայց ինձ թվում է շատ շուտ ու մոտ ժամանակներս անպայման բոլորը կտեսնեն էլի ովքեր են։ Մի հարց է ինչ շատ հետաքրքրում, քո ժանրում ով է եղել քո ամենասիրած երգիչը, ով է եղել։ Իմ ժանրում ես ճիշտ ասած ես չեմ հասկացել դեռ ինչ ժանրում եմ երգում, եթե անկեղծ, որտեվ ինձ համար բոլոր ժանրներն էլ հոգեհարազատ են ու երգիչներից բոլորին եմ սիրում, առանց ձևականությունների այդ անկեղծ չկա տենց մարդ, որ չեմ սիրում, անգամ նոր ծնված երգիչներն էլ ինձ համար շատ հետաքրքիր են ու ես իրանցից սովորելու բան ունեմ, հաստատ տենց եմ մտածում։ Ու ինձ ամեն մեկը իր տեսակի մեջ է սիրուն։ Շատ են մեր երգիչները, դուք էլ գիտեք, մեր ընկերներն են բոլորը, տենց հատուկ ինչ որ կոնկրետ անուն չեմ կարող ասեմ, որտեղ բոլորն էլ իրենց յուրահատկություն ունեն, բոլորն էլ իրենց գեղեցկություն, ասում եմ, ամեն ծաղիկ իր բույրն ունի, այ հենց այդ մտքով։ Հրաշալի էր, շատ լավ էր, դե բոլորը շատ սիրում են այս երգը։ Հիմա մենք անցնենք գովազդի, որից հետո կշարունակեմ իմ զրույցը։ Եղավ գովազդ ERT-ի եթերում սիրելի բարեկամներ, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Արշակ Ստեփանյանի հետ։ Գովազդ ERT-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Արշակ Ստեփանյանի հետ։ Արշակ ջան, այս երգի շատ լավ էր քո երգը, որ լսեցինք, երկրորդ ասում։ Հեղինակն ով է եղել, խոսքերը, երաժշտությունը։ Խոսքի երաժշտությունը գրել է հայրս Նորայր Ստեփանյանը, գործիքավորումը արել է հենց էլի ինքը, հիմնականում իր վրա է եղել ամեն ինչը, հենց ինքն է գրել, ու եթե կարելի է կարճ այս երաժշտության երգի մասին պատմեմ, էլի։ Ահա, իհարկե, սիրով։ Ուրեմն ինքնաթիռի մեջ ենք, ինքնաթիռը որ թռնում է, օդի մեջ ու սենց մտձենա, չէ՞ ոնց որ դուդուկի դամ լինի։ Հենց այդ դամի տակ ասես մի հատ երգ է մտքովս անցել։ Գրեմ հենց իջնենք Երևան, միանգամից սարքենք այս երգը։ Ասի գնացինք։ Ու բանով այդ voice-ով միանգամից ուղարկեց ինձ, երկեց, ուղարկեց, ասի, բայց լավն է, պապ, ասի, ոնց որ դուրս չի գալիս, հա, ասես լավն է, հեսա գնանք սարքենք, սարքեցինք, այդ վաղտ էլ ճիշտ ասած իմ դուրը չեկավ այս երգը այդքան, բա դու չգիտես, արի հանենք, լավ կլինի, ասի, դե լավ, գնացինք, հանեցինք, գցեցինք, մի ամսվա ընթացքում, ամիսու կեսվա ընթացքում 100,000 պրասպոտեր էր հավաքել։ Ու ասի դե տեսար չաշխատեց էլի այս երգը ոնց որ չսիրեցին ժողովուրդը անցավ մի քանի օր մի օր բացեմ YouTube-ը տեսնեմ 500,000 1 միլիոն ու տենց բարձրացավ հասավ արդեն 12 միլիոն ու միշտ ասում է տես որ ես քեզ ասում եի դու էդի չէիր ուզում հանեիր այ հիմա այս երգը պետք է հանենք ուրեմն էսի ճիշտ է որը մեր դուրը չի գալիս էդի է աշխատում այ տենց է լինում միշտ ուրեմն այդ երգը հենց տենց ծնվեց հա հենց տենց ծնվեց հա ու շատ լավ հաջողություններ երաժշտություններ հայրիկին է տեղ հա Արշակ ջան, հետաքրքիր է, այստեղ արդեն քեզ հասցրել են հրավիրել հարսանիքի բանի խնջույքի մասնակցել։ Այո, իհարկե, շատ խնջույքների եմ եղել, հարսանիքների եմ մասնակցել, շատ լավ։ Ինչքան ժամանակ այստեղ ես։ 2 ամիս։ 2 ամսում արդեն հասցրել ես, հա, հարսանիքներ, խնջույքների ու լավ ընդունվել, լավ անցել։ Շատ լավ անցել։ Հաստատ այդ երգն էլ կատարել ես, չէ՞։ Անպայման, միանգնշանակ։
Շատ մարդիկ ճիշտ ասած չգիտեն, որ էս իմ երգն է։ Երևի իմիջը մի քիչ փոխվել, այնտեղ sense հիմա թրաշով եմ, բանով եմ, թե տարիքային ու շատ մարդիկ են լսել այդ երգը, բայց տեղյակ չեն, որ հենց այդ ես եմ կատարում այդ երգը։ Ու ստեղ հարսանիքներին, չգիտեմ, ավելի ուրիշ ձև են ընդունում այդ ամեն ինչը, իմ գործը ավելի ուրիշ ձև են, իմ երգը ավելի շատ լավ են Լավ անցալվում, շատ լավ անցալվում ու հենց երգը միանում եմ, միանգամից բոլորը հելնում, հենց հավեսով քեֆ են անում, որ քո հավեսն էլ է գալիս արդեն, որ դու իրանց հետ էլ իշնես, պարահրապարակ պարես ու քեֆ անում։ Բայց այս երգը շատ շատերն են երգում, չէ՞ քո երգը, հա։ Այո։ Ոնց է դրան ոնց է ստա։ Շատ նորմալ։ Միշտ չի թվում, որ ինչ-որ խնդիր կա։ Ինձ էլ որ դաժե դիմում են, ասում են, այս երգի մինուսը երգ ենք, բան, ասում եմ, մեծ սիրով։ Ես միայն ուրախ եմ, որ բոլորը սիրել են ու ուզում են կատարեն այդ երգը։ Դե լավ, մենք հիշում ես պայմանավորվել էինք, որ պետք է իրական պատմություններ էլ պատմես ու անեկդոտ պատմես։ Կարող ենք լսել։ Հենց այս երգի վրով շատ լավ պատմություն կա մի հատ կակրած։ Իհարկե, բա։ Ուրեմն Քյավառցի ընկեր ունենք մի հատ։ Մի օր առթի ժամանակ մոտիկանում այնց, դե բոլորս էլ գիտենք Քյավառցիք մի քիչ տենց խմիչքի հետ շատ լավ են։ Մոտեցավ ինձ, ասեց ու Արշես մի հատ կոնյակի երգը երգի։ Ասում եմ կոնյակի, հա, օյով։ Ասում եմ, այսօր այդ երգը չէ, էլի, բայց չգիտեմ ճիշտ ասած որն է, ուղղակի մեր հարազատն է, քեֆն է լավ մի քիչ, ասում եմ, բան չանեմ, էլի, դե հարսանիք է։ Կոնյակի երգ ոնց կարանք երգենք հարսանիքին, բայց չգիտեմ որ երգն է։ Ասեց, չէ, էլի Արշես մի հատ այդ կոնյակի երգը երգի, էլի, ասում ցավը տանեմ։ Հարց չկա, բայց այդ տենց նախ տենց երգ չկա, կոնյակի երգ։ Երկրորդն էլ ասում եմ, ոնց երգեմ ես այդ երգը, էլի, որ չգիտեմ այդ ինչ երգ է։ Բա ոչ չգիտես, ասում եմ, ձեռս առնում ինձ, ասում եմ, քո կոնյակի երգը, քո երգն է։ Ասում որ երգն է, մոտ ականջից երգի, ասում եմ, վիպիմ կոնյաչկու, վիպիմ վինա։ Այդ արդեն այդ տանցոյոտ տա ուտրա երգի մեջից իր հենց կոնյակն է հետաքրքրել։ Էլի այսօր մենք հաղորդամ ներչում մի հենց Քյավառցի կամոյի ժողովուրդ էլի Քյավառցիների մասին մի անեկդոտ ենք նկարահանվելու։ Այդ մարդիկ, այդ որ ասպես խմում են, իրանք խմում են արժանապատվորեն, իրանք այդ ու իրանք երբեք իրանք ափերից դուրս չեն գալի, իրանք չափը գիտեն ու իրանք հենց նրանք չեն հարբում։ Ու տում խմում քեֆ են անում, շատ հյուրասեր, ու տող խմում ու կարգին ժողովուրդ են, մեր կամոյի ժողովուրդ են, տարապես։ Ու լավ մարդիկ են, շատ բարի լավ մարդիկ են։ Էլ ինչ իրական պատմություն կպատմես։ Էլ պատմություն։ Համերգների ուսանող տարիների, երգի թատրոնում սովորելու ընթացքում, այդպես հետաքրքիր պատմություն չի եղել քո հետ։ Ամոթալի է, էլի դրա համար չեմ։ Ամոթալի, այդքան ամոթալի պատմություններ են եղել, որ չես կարող իմացել։ Դե լավ, անցի անեկդոտիդ։ Անեկդոտը հատուկ ձեր համար էի պատրաստել, բայց պետք է վերջում ասեք մի քիչ ծիծաղալու էր, թե ծիծաղալու չէր։ Եղավ։ Ու հենց Գլենդելում եմ լսել, Գլենդելի մասին է, էլի։ Որում մեղուն գալիս է, Աբարանցում կծում է։ Աբարանցի մի անգամից գնում է բժիշկի։ Բժիշկը ասում է, ինչ ա եղել, էլի, ինչ խնդիր ունես, ինչ գանգատներ ունես, ասում է, մեղուն ա կծել, ասում է, շուտ ստուգեք ինձ։ Մարմնի վրա նայում է, որտեղ ա կծել, տեղը չի գտնում, էլի, ասում է, որտեղ ա կծել, իսկ կոնկրետ ասա, որ ճիշտն է։ Ասում է, կոնկրետ, Գլենդել մեկ էլ Չևիչիս Խաշմերուկում։ Անկյունի վրա հենց։ Մարմնի վրա չի ասում, որտեղն է կծել։ Կա տենց մի թեմա կա, որ կուզեիր հիմա մենք խոսենք, քանի որ ավարտին էլ մոտենում է մեր հաղորդումը, մի տենց թեմա ունես, որ որպես թեմա չէ, բայց կուզեմ մի հատ բարեմաղթանք ասեմ մեր հայերին, ու հենց դաժե ինձ էլ, մեզ էլ, բոլորիս էլ, որ մեր հայրենիքը միշտ հիշենք, մեր հայրենիքի անունը միշտ բարձր պահենք, պատիվը միշտ բարձր պահենք, հիշենք մեր զինվորներին ու երբեք չմոռանանք իրանց ամեն ինչը, ինչ արել են մեր համար, մեր այսօրվա համար, որ մենք կարողանանք այս կյանքը ապրել։ Եղավ։ Շնորհակալություն, մեր զրույցը ավարտվեց, Արշակ ջան։ Մնում է ես քեզ ցանկանամ հաջողություններ ու անամբեր սպասում եմ քո այդ ծրագրին մենահամերգին, որ շատ լավ պետք է անցնի։ Մենակ նորից եմ ասում, շատ լուրջ պետք է մոտենաք այդ հարցին ու շատ հնեց Միանշանակ։ Պահաճ կոտրել։ Եղավ, շնորհակալություն, միշտ որ հանդիպում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ձեզ անխափան եթերներ։ Հաջողություն։ Լավ մնացեք։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր տաղանդավոր երիտասարդ երգիչ Արշակ Ստեփանյանը։
Հիմա ասեմ մեր հաղորդման վերջին խոսքերին, ասում է աշխարհում ամեն ինչ շատ հեշտ է, մենակ աշխատելուց եկտել է պետք։ Միայն մի բանն է շատ բարդ։ Ամենաբարդ ու ամենադժվարը մարդ լինելն է։ Եկեք մարդ մնանք։ Միշտ օր հանդիպում բարեկամներ, բարի գիշեր։ Վարպետ ջան, դու Քյավառցի ես, չէ՞։ Բաբա չէ, բոլոճ, դες արդեն իշքան 70 տարի կլի Քյավառցի եմ, ցավոտ տան։ Ահա, դու աշխարհ ես տեսել, աշխարհ ես շրջել։ Մի հատ հարց տամ քեզ, կարելի է։ Հետո Օրինակ, աշխարհում շատ մեծ բարձր շենքեր կան։ Օրինակ հենց այս մեկը, որը այս մեկը։ Այս բարձր շենքից որ մարդ ընկնի, քանի օրում կընկնի։ այս բարձր շենքից Ես բարձր շենքից տղա չա, որ մարդն ընկնի, չլի մի 7 օրում կընկնի։ 7 օրում։ Հա։ 70-րդ հարգից որ ընկնի, կմահանա։ Այդ բա մարդ որ 7 օր չխմի, բա ինչ կլի։ Հա,